Շնորհակալություն Տիկին Ղալեչյան, հարցեր Տիկին Ղալեչյանին, խնդրեմ պարոն Խաչատրյան։ Տիկին Ղալեչյան, 3 հարց տամ։ Առաջինը, ես ամսի 12-ի դրությամբ 217 է եղել 6 ամսվա Եվրիբորը։ Այդ ես հասկանում եմ, բայց ֆիքսված մարժան, այսինքն ինչքան է ֆիքսված մարժան, ենթադրում եմ պետք է բանակցված լիներ եւ գրվեր։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը ծրագրի նպատակների մեջ ուզում հասկանամ, այսինքն ինչ է կանելու որակյալ առողջապահական եւ բժշկական ծառայությունների հասանելիության բարելավում ինքը շատ ընդհանրական է, էլի կոնկրետ ինչ է արվելու։ Եվ երկրորդը, արդյոք այս 50 միլիոնը ներառվում է այն Շարլ Միշելի կողմից խոստացած 26 միլիարդ աջակցության մեջ, եւ եթե աջակցությունն է, ինչու՞ այդ աջակցությունը կան, որտեվ եթե ես գնում բանկից վարկ են վերցնում, բանկը ինձ չի աջակցում, բանկը իմ հետ իր համար 100% շահավետ, իմ համար միգուցե շահավետ գործարքի մեջ է մտնում, շնորհակալություն։ Շնորհակալություն, թերս վերջի հարցից պատասխանելով գամ, արդյոք 26 միլիարդ եվրոյի օգնության հրապարակված կդժվարանամ հստակեցնել, որտեղ ինքը առանձին վարկային համաձայնագրի պորտֆել է եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ է բանակցվել, ըստ էության իրավական կապ որևէ հղում չկա վարկային համաձայնագրի ներքո, երևի թե ընդհանուր կբարձրաբանվի հետագայում ինչպես ԵՄ կվերաբերվի այդ հարցին, բայց կոնկրետ վարկային համաձայնագրի ներքո այդպիսի մեկնաբանում այս պահին չկա, քանի որ ծրագրերը վերջնական չեն, ես թերևս ձեռնպահ մնացի դրանց մասին արձագանքելուց, բայց կարծում եմ կարիք կա մի փոքր օրինակ առողջապահության մասով ներկայացնեմ, կրթության եւ ջրամատակարարման մասով ներկայացնեմ ինչ ծրագրի, ինչ ուղղություններ կան, օրինակ նախանշված է Կապանի Գորիսի 2 պոլիկլինիկաների կառուցման վերակառուցման աշխատանքները ունենք 8 առողջության առաջնային պահպանման կենտրոնների կառուցման վերազինման աշխատանքներ, օրինակ Նորաշենիկի, Գորակի, Դարպասի, Բռնակոթի, Անգեղակոթի, Խնձորեսկի, Սիսիանի բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում, այլ ծառայությունների որակի բարձրացում, ընդհանուր առմամբ այս ուղղությամբ դեռևս ինչպես ջրամատակարարման մասով 7 համայնքներում նախատեսվել են խմելու ջրի համակարգերի ներդրման բարելավման աշխատանքները, շուրջ 55 բնակավայրերով նախատեսվում է շուրջ 25 միլիոն եվրոն կուղվի հենց ջրային ոլորտի բարելավմանը եւ մասնագիտական կրթական ոլորտում նախատեսում է բարելավել շենքային պայմաններ, ապահովել կրթական ծրագրերի թվայնացումը, հագեցնել լաբորատոր արտադրական հմտությունների ձևավորման դասասենյակները ժամանակակից սարքավորումներով, տեխնոլոգիաներով, բարեկարգված ուսումնական հաստատությունները ընդհանուր առմամբ եւ որակի բարձրացմանը կնպաստեն եւ նաեւ մարզում միջին մասնագիտական հատկապես ուսումնական հաստատությունների եւ դրա որակի կրթության հնարավորությունների ընդլայնմանը, մասնավորապես Հայաստանի ազգային agrarային համալսարանի հիմնադրամի Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի միավորումը Սիսիանի պետական քոլեջի կազմակերպությանը եւ նման ծրագրեր ունի կառավարությունը, որը ինչպես Կապանի պետական բժշկական քոլեջի եւ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի միավորման ներքո մեկ մասնագիտական կրթական հաստատության ձևավորումը, այսինքն այս ուղղությամբ կատարվող կառուցության ծրագրերի ներքո նաեւ կբարելավեն եւ կվերակառուցվեն տվյալ պետական քոլեջները, կրթական հաստատությունները եւ ներդրումներ կկատարվեն նաեւ այս ուղղությամբ։ Հատկապես թիրախավորել են միջին մասնագիտական հատկապես կրթությունները մի քանի ուղղություններով՝ քույրական գործ, դիզայն, մեղվապահություն, անասնաբուժություն, կապի տեղեկատվական տեխնոլոգիաներ, մի շարք այլ մասնագիտական ուղղություններ։ Մյուս հարցի հետ կապված ֆիքսված մարժայի յուրաքանչյուր հայտի ներքո մասսանման հայտի ներքո դա պետք է բանակցվի, պայմանները հստակեցվի եւ հաստատվի ըստ վարկի պայմանների։ Արձագանք ունեք, պարոն Խաչատրյան։
չենք վերցնում, որ միավորման ինքը Միավորվել են ասում կրթական ծրագրերի ներդաշնակություն տեսնա։ Հիմա ուզում եմ հասկանամ ասես միասին որ ավելի հասկանալի լինի։ Այսինքն այդ երկու միջին մասնագիտական կրթական հաստատությունները արդեն միավորվել են։ Ծրագրերի ներդաշնակեցման համար վարկ վերցնում է կոնկրետ, որ ում վճարեք, վերջացնեմ էլի Տիկնիկ Ղալեչյան, ներողություն եմ խնդրում։ Մյուսը նաև այս մարժայի մասը չեմ հասկանում, այսինքն տեսեք, մենք այս 50 միլիոնը վերցնում ենք։ Ենթադրում եմ, ինչ պետք է անենք Սիսիանի քոլեջում, արդեն դա հաշվարկել եք եւ եկել եք թվաբանությամբ, թե որ պետք է գա 50 միլիոն, այլ ոչ թե 48.5-ի։ Հիմա այս երկրորդ մասն եմ ասում, առաջի տրանշը եկավ 217 պլյուս ենթադրենք 0.5։ Ենթադրենք դա 3 միլիոն է։ Հիմա մնացած 47-ի վրա մենք արդեն այդ commitment fee ենք վճարում։ Հիմա մենք եթե փորձում ենք որևէ ինչ որ ընդհանուր հայտարար, թե ոնց է այդ ֆիքսված մարժան ձևավորվում։ Եթե դա չենք հստակեցրել, մանավանդ որ ասում եք հրատապ է, եթե հրատապ է, ուրեմն պետք է այս հարցերը նախապես հստակեցված լինեին, հետո գա ենք ստեղ խոսել։ Որտեղ նպատակը, կրկնում եմ, ինքը լավն է, բայց չգիտենք մարժան ինչքան կարող է լինի։ Երկու քոլեջը միացել է տեխնիկումին ծրագրերի ներդաշնակեցման համար փող ենք տվել, մարդիկ ոչ են աշխատավարձ ստանում, որ Երևանում երկու բուհ միացան իրար, պետությունը վարկ է վերցրել, որպեսզի ծրագրերը ներդաշնակեցնի։ Պարզաբանեմ, շնորհակալություն հարցի համար, ծրագրերի ներդաշնակեցում որպես այդպիսին մի փոքր ավելի ուշադրությունը դրան սևեռեցինք, բայց ինքնին կրթական ծրագրերի, ոչ միայն ծրագրերի, ամբողջ ենթակառուցվածքային համակարգի վերականգնմանը, դա լաբորատորիաներն են, դա շենքային պայմանների բարելավումն է, դա այն նախապայմաններն են, որոնց միջոցով որակյալ կրթությունը պետք է ապահովի։ Այստեղ քոլեջների միավորումը տեխնիկական բնույթի հարց է եւ կառավարության քաղաքականության էլեմենտն է։ Վարկը թիրախավորել է եւ ծրագիրը թիրախավորել է այլ նպատակներ։ Կարծում եմ սա հստակեցնելու կարիք կար, իսկ 8 միլիոն է նախատեսվել կրթության ոլորտին, մնացածը բաշխվելու է առողջապահության եւ ջրային համակարգերի ուղղությանը եւ ինչպես նշեցի, ծրագրերը դեռևս մշակման շատ մանրամասն նպատակային դարձնելու փուլ պետք է անցնեն, սա շատ նախնական նախանշված ուղղություններ ծրագրեր, բայց մենք մանրամասն այս գործընթացը պետք է իրականացնենք, կարծում եմ առջևում առիթ կլինի ավելի արդեն արդյունքային ցուցանիշների տեսանկյունից խոսել, երբ որ դրանք արդեն պատրաստ կլինեն, բայց համենայն դեպս նպատակներն են, այստեղ առաջնահերթություններն են կարևոր ամրագրել, որտեղ վարկային միջոցները ավելի շատ հովանոցային ֆինանսավորման գործիք է ներառում։ Մարժայի մասով, այո, վարկային համաձայնագրի պայմանները թերևս դրանք են, որ յուրաքանչյուր տրանշի համար առանձին ամրագրվում է վարկառուի հայտի հիման վրա եւ մարժան ֆիքսվում է ԵՆԲ-ի կողմից մասհանման առաջարկում եւ ընթացակարգ է նախատեսած, որի համաձայն դա հաստատվում կամ չի հաստատվում, վերանայվում եւ բանակցությունների գործիք կա ներառված, որ ֆինանսների նախարարությունը ավելի բարենպաստ բան պետք է։